Բարի լույս բոլորին, ու շնորհավոր բոլորիս հանրապետության օրվա կապակցությամբ մեր առաջին հանրապետության անկախության օրն է, ու մենք անկախ ենք այնքանով, ինչքան կարող ենք լինենք ինքներս անկախ ու ինքներս արտահայտենք մեր մտքերը առ մեր պետական պաշտոնյաների գործելավոճի։ Հիմա նոր վարչական շրջանում վերածննդի այգին, ով մասիվից է, գիտի, որ արդեն 2 տարի է վերանորոգվում է, ու այգուին այդ որ շրջափակված է ժեշտերով շուտով կհանձնի հանրությանը։ Նելսոն Ստեփանյան փողոցից այգու գլխավոր մուտքերից մեկը այս մուտքն է։ Ու այգին բարեկարգվում է, բայց այգու մուտքը չի նախատեսվել բարեկարգվի, այսինքն մարդը, երբ որ Նելսոն Ստեփանյան փողոցից ուզում է մտնի այգի, մտնում է այստեղով։ Հիմա նայեք, սա չի ընդգրկվել այգու վերանորոգման ծրագրի մեջ, նախագծի մեջ։ Ու հիմա այս վիճակով ես չգիտեմ քաղաքապետը գալու է այգու բացմանը թե չէ, բայց Երևանի քաղաքապետը պիտի գա այգու բացում անի, որտեղ մուտքերից մեկը, գլխավոր մուտքը, այս է լինելու, այգու վրա ծախսվել է 1 քանի միլիոն դոլար, 400 քանի միլիոն դրամ։ Սա լինելու է այդ այգու մուտքը, այս վիճակով, որովհետև ճանապարհը հետիոտնի համար նախատեսված էս բրուշատկեն, հա, գալիս ու վերջանում է այստեղով։ Հեսա, էսի պարզ երևում է, չէ, որ շարունակելու միտում լիներ, այս բանը եզրաքարը, բորդյուրը սենց չեր դրվի։ Այսինքն սա ճանապարհ դեպի ուր է սա գալիս այստեղ, ու մենք համարում ենք, եւ այն քաղաքապետանը համարում է, որ նորմալ է, որ սա լինի այգու մուտքը։ 400 քանի միլիոն դրամ գումար է ծախսվում, վերանորոգվում է այգի, այս իրա ոռոգման համակարգով, նոր, չգիտեմ, հոսանքային համակարգով, նոր նստարաններ, աղբամաններ, այգու մուտքերից մեկը այս վիճակով հանձնվում է հանրությանը։ Երևանի քաղաքապետին, Երևանի փոխքաղաքապետերին եւ Երևանի շինբարեկարգման վարչության պետին ես խնդրում եմ այս վիճակով չհանձնել այգին հանրությանը, սա խայտառակություն է, սա շարունակելով ես կարծում եմ մի 1-2 միլիոն դրամ, ինչ 1-2 միլիոն դրամ, այս չգիտեմ, մի մետր քառակուսին ինչքան է բրուշատկայի, թող 20,000 դրամ նստի, այստեղ նու հա 1 միլիոն դրամ կարող է ծախս անեք, միջև այնտեղ բան անեք, բրուշատկա շարեք, որ ճանապարհ այսպես շարունակվի, մարդը Նելսոն Ստեփանյան փողոցից այգի մուտք գործի նորմալ այսպես ձևով։ Սա մեկ խնդիրը, այգում խնդիրները հազարավոր են, այս ընթացքում 2 տարի վերանորոգման ընթացքում ոչ մի ծառ, ոչ մի ոռոգում չի իրականացվել, ու այն ծառերն էլ, որոնք կանաչ էին, շատ ծառեր չորացել են, ու հիմա չգիտեմ, հունիսին պետք է այգին հանձնեն, բայց մինչ օրս գոնե 4 ճյուղերի հեռացման աշխատանքներ չի իրականացվում կանաչապատում հիմնարկի կողմից։ Անցնենք մյուս հատվածը, այն հատվածը կոչվում է ինչ-որ Սաֆյան նրբանցք թե ինչ, Թաղապետարանի հետևի փողոցն է, սա մյուս մուտքն է այգու, խսն ժամանակ հենց տենց էլ նախատեսված է եղել, սա հենց այգու ճեմուղի այգի մտնող, սիրուն ծառերով շրջապատված մուտք է, այստեղ եւս չի նախատեսվել մուտք, բան, բրուշատկով հետիոտնի համար ճանապարհ սարքել, ու սա այգու մյուս մուտքն է։ Ես այս այգու մասին է խոսքը, որի վրա ծախսվել է 1 միլիոն դոլարից ավել գումար ու արդեն պիտի բացվի, ընդ որում արդեն ժամկետներն էլ էլի անցած։ Այսենց է լինելու այգու մյուս մուտքը, այս կողքը ինչ որ սեփականաշնորհած է նախկիններից մնացած, բայց հենց այս ճանապարհը, այսի սենց պիտի փակվի, այս ճանապարհը միշտ եղել է այգու ճանապարհը, նույնիսկ այս բետոնները սովետից մնացած այս բետոնները հուշում են դրա մասին, որ սա ճանապարհ է դեպի այգի։ Սա որպեսզի հասկանաք որ հատվածն է, Թաղապետարանի նոր վարչական շրջանի Թաղապետարանի այսա Թաղապետարանը, հենց Թաղապետարանի հետևից մուտքն է, եթե մարդ կա, չգիտի սա ինչ շենք է, սա MMA-ի շենքը չէ, էլի, այստեղ նաև կարան համայնքին օգուտ որոշումներ կայացվեն, բացի
բանից սպորտային միջոցառումներից կաբինետներում, այստեղ նաև կարան հանրօգուտ որոշումներ կայացնեն ու որոշային, որ ամոթը էլի թաղապետի լուսամուտը այն է, թաղապետի լուսամուտի ծերևում է էլի այս մուտքը ու թաղապետը օրինակ, չգիտեմ հիմա ով կլինի, կամ նախկին թաղապետը որ պիտի գար բացմանը, այս մուտքով այգու բացմանը պիտի գար ու գլուխը բարձր կանգնեին այնտեղ ու շնորհավորեին իրար, որ բարեկարգել են եւս մեկ այգի։ Այն դեպքում, որ այգու մուտքերից մեկը սա է, իսկ այն մյուսը արդեն տեսակ։ Իսկ այստեղ կա նաև հարյուրավոր այլ խնդիրներ, որոնք ես ընթացքում տեղ եմ հասցրել անձնական միջոցներով, սենց ասած, անձնական զանգերով, չգիտեմ, WhatsApp-ով վիդեոներ ուղարկելով կամ բան, բայց այս երկու ճեմուղիների խնդիրը ներառված չի նախագծի մեջ, այսինքն այս շինարարը ով սարքում է այս այգին, մեղք չունի։ Երևանի քաղաքապետարանը այն մարդիկ, ովքեր նախագիծ են արել, այդ ժամանակ եղել է Խորեն Գրիգորյանը, բոլորիս հայտնի Խորենը, շինբարեկարգման վարչության պետը, ու ինքը չի նախատեսել, ոչ էլ եկել տեղում հասկացել է ինչա պետք անել, չի նախատեսել, որ պետք է այստեղ լինի, բարեկարգվի մուտքը ու այսպես ճեմուղի կառուցվի եւ մյուս հատվածում ճեմուղին շարունակվի մինչև վերջ։ Լավ, ինչ են մտածում այն մարդիկ, ովքեր գալու են այս տեսքով ընդունեն այգի, ասեն, այս ուրա գնում, այս ճանապարհը, չէ՞, ստե վերջանում, այս ժեշտերով, այդ սահմանների իբրև, բայց այս ճանապարհը եւս համայնքի հողն է, ու այգի վերականգնելը չի ենթադրում, էլի, բանի ծառերի արանքով ճեմուղիներ սարքել, այգու մուտքերը պետք է հարմարեցված լինեն։ Հիմա Սայլակով Նելսոն Ստեփան փողոցից այն շենքերից մարդիկ Սայլակով որպեսզի գան այս այգի, պետք է այս փորձություններով անցնեն ու հասնեն այգի։ Նաև ճիշտ է վերնագրում չեմ շեշտել, բայց քանի որ երկար խոսացի, նաև կանաչապատում հիմնարկին հորդորենք, որ գան եւ այստեղի խոտը հնձեն, քանի որ հունիսին պետք է այգու բացումը լինի ու երբ որ հիմա հնձեն խոտը կանաչ դեռ կարճ կանաչ կմնա ու հնարավոր կլինի սիրուն վիզիոներ անել, որ սիրում է Երևանի քաղաքապետարանը ու նաև 4 ծառերը հեռացնեն, 4 ծառերի կանաչ ծառերի 4 ճյուղերը հեռացնեն, բայց առիթից չօգտվեն քո քահանանեն ու հիմա իսկական ժամանակն է 4 ճյուղերը հեռացնելու, որովհետև երևում է, որ ճյուղն է կանաչ, որը 4։ Հենց ամռան բանը, այս շրջանը շատ հարմար է ծառերի 4 ճյուղերը հեռացնելու համար, որտեվ կրկնում եմ, ծառին որ նայում ես, երևում է, որ ճյուղն է 4, որը կանաչ ու չեն կարա առիթից օգտված իրանք ամբողջ ծառը կտրեն ու հանրությունն էլ այդ չար բլոգերներն էլ, օրինակ ես չեմ կարա ասեմ, վայ նայեք բանա, չէ՞։ Արմեն Բեգոյան ասում է մանիպուլացնում են, չեմ կարող գամ մանիպուլացնեմ, հենց որ Արմեն Բեգոյան իսկական ժամանակն է ձեր գործ անելու, եկեք կանաչ ծառերի 4 ճյուղերը հեռացրեք եւ 4 ծառերը, եթե այդպեսին կան, իսկ այդպեսիք կան, այդպեսիք վերևի հատվածում են։ Մնացած մասերով խաղահրապարակի կամ սպորտ հրապարակի մասերով ես շատ դիտողություններ արել եմ, դրանք դեռ լուծման ընթացքում են ու շինարարը նույնիսկ ընդառաջ է գնացել մի քանի բան ոնց որ ասած իր կողմից է անում, բայց հեսա նայեք հիմա օրինակ կանաչապատման հարցը այս շինբարեկարգման բանում չի, հա ու ինչա թե այգին դեռևս հանձնված չի, Երևանի քաղաքապետարանը այգում աղբահանություն չի իրականացնում, կանաչապատումը խնամք չի իրականացնում ու այս վիճակում են հայտնվել։ Այս ծառերը հիմնականում կանաչ են մինչև շինարարության սկսելը, ուղղակի 2 տարի չի ոռոգվել այգին ընդհանրապես։ Բայց հիմա չգիտեմ ոնց են հասցնելու հանձնեն, այս իմ պատկերացումով որը գիշեր հիմա կանաչապատում հիմնարկը պետք է այստեղ աշխատեր, հնձեր խոտը, 4 ծառերի, ավելի ճիշտ ծառերի 4 հատվածները հեռացնել են, կան ամբողջությամբ 4 ծառեր եւ այդպես շարունակ։ Ես կրկնում եմ, որ մնացած խնդիրներից չեմ խոսում, որովհետեւ
շատ խնդիրներ հենց անձամբ եմ տեղ հասցրել ու քանի որ թե շինարարը թե քաղաքապետարանը ընդառաջ են գնացել, հանրայնացնելու կարիք չեմ զգում, լուծելուց հետո ցույց կտամ ու կասեմ, որ մանավանդ որ ընթացքավորված է շատ բաներ, կասեմ, որ ապրեն իրանք, որ ընդառաջ գնացին ու սա արեցին, բայց առնվազն այդ ջեմուղիների մասով խայտառակությունն է տենց հանձնելը ու դա շինարարից պահանջելու բանը չի, որովհետև նախագծում Երևանի քաղաքապետարանը չի ներառել այդ ջեմուղիների շարունակությունը, այսինքն շինարարը ինչ թղթով ստացել է, այդ իր պարտականությունը արել է։ Այ Երևանի քաղաքապետարանում թե ովքեր են զբաղվում այգիների նախագծով, ովքեր են զբաղվել այս այգու նախագծով, իրանք շատ մեծ մտածելու տեղ ունեն։ Օյ, չես նայում դե մտ ախպերս, ցաված, լավ անջատեմ երեխեն հեծանիվից ընկա։